Հայաստանն առաջիկա տարիներին պետք է կարողանա հրաժարվել ինտենսիվ հանքարդյունաբերությունից, այսօր հայտարարեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Գործարարների Հանրապետական միության անդամների հետ հանդիպման ժամանակ։ Նա ընդգծեց, որ վերջին տարիներին այս ոլորտում կառավարության քաղաքականությունն իսկական էկոլոգիական ու տնտեսական աղետ է լինելու հետագա սերունդների համար։ Իշխանավորները բահերը վերցրել են, հարձակվել են հանքերի վրա։ Եթե ես 100 տարի հետո ծնված սերունդ լինեի, եւ դատեի այսօրվա արածի վրա, կասեի չհասկացա, ծառերը կտրել եք, բնությունն ավրել եք, ասել եք հնան աճել։ Պարոն Բագրատյանի տվյալներով ավանդական 8-ից 10 միլիոն տոննայի փոխարեն այսօր մետաղական հանքերի արդյունահանման ֆիզիկական ծավալները կազմում են տարեկան 25-ից 30 տոննա։ Իսկ կառավարության հավաստիացումները, թե տնտեսության աճը դիվերսիֆիկացվել է, ըստ Հրանտ Բագրատյանի չի համապատասխանում իրականությանը։ Ավելին, առաջ կախված էինք շինարարությունից, հիմա հանքարդյունաբերությունից։ Քանի որ Հայաստանը փաստացի աշխատուժ արտահանող եւ տրանսֆերտներից մեծապես կախում ունեցող երկիր է, Հրանտ Բագրատյանն անհրաժեշտ է համարում, որ կառավարությունը վարի ազգային դրամի սահուն արժեզրկման քաղաքականություն։ Խնդրի միակ լուծումը եկող տրանսֆերտների ստերիլիզացիան է, որ կենտրոնական բանկը պետք է գնի որոշակի քանակություն առանձին տարիներ մինչև ամբողջ մասը, եւ այդ փողը գնաց փողը ծառայեցնի ստեղծի զարգացման ֆոնդ, ծառայեցնի հանրապետության տնտեսության զարգացմանը։ Հայաստանի առաջ կանգնած հիմնական մարտահրավերներից է նաև էներգետիկ անվտանգության հարցը։ Ըստ Հրանտ Բագրատյանի մի քանի տարուց գործող ատոմակայանը ստիպված ենք լինելու փակել, իսկ նորը դեռ չկա։ Կամ էլեկտրաէներգիան շատ կթանկանա, կամ նորից մութ ալու։ Էներգետիկ անվտանգության խնդրի լուծումը պարոն Բագրատյանը տեսնում է այլընտրանքային, հիմնականում արևային էներգետիկայի զարգացման մեջ։ Հակոբ Կարապետյան, Արթուր Դևրիկյան, IPF